Վերադարձանք տաղավար եւ ինչպես ասել ենք մայիսի 18-ին թանգարանային գիշեր է լինելու եւ ամեն տարի թանգարանային գիշերին միանում են Հայաստանից հարյուրավոր թանգարաններ։ Սովորաբար ամենաայցելվող թանգարաններից է այդ օրը Հայաստանի պատմության թանգարանը։ Թե ինչ են այս տարի նախատեսել թանգարանում ամենակարևոր գիշերվա համար կպատմեն մեր հյուրերը։ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալ Արուսյակ Ղազարյան եւ Հայաստանի պատմության թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի ղեկավար Սեդա Գալստյան, բարի լույս։ Բարև ձեզ։ Դե պատմեք, ինչ նորություններ կան թանգարանում, ինչ է փոխվել թանգարանում, չէ՞ որ պատմությունը տեղում չի դոփում։ Եվ ինչ ենք բացահայտելու գիշերը։ Շատ լավ, ինչպես դուք շնորհակալ ենք հրավերի համար եւ այն հնարավորության համար, որ ձեր եթերում կարող ենք խոսել եւ ներկայացնել թանգարանների միջազգային օրվա եւ թանգարանների գիշերվա Հայաստանի պատմության թանգարանում եւ թանգարանի մասնաճյուղերում կազմակերպվող միջոցառումները։ Ինչպես դուք նշեցիք, յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին նշվում է թանգարանների միջազգային օրը եւ դրան նախորդող կամ հաջորդող շաբաթ օրը տեղի ունենում թանգարանների գիշեր համաեվրոպական ակցիան։ Տարվա մեջ դա միակ օրն է, երբ մեր այցելուները հնարավորություն ունեն այցելելու թանգարաններ մինչև կես գիշեր, այսինքն թանգարանները աշխատում են 11:00-ից մինչև 24:00։ Եվ յուրաքանչյուր տարի մեր բոլոր թանգարանները իրականացնում են տվյալ տարվա խորագրին համապատասխան միջոցառումներ։ Այս տարվա խորագիրն է թանգարանները միավորում են մասնատված աշխարհները։ Եվ Հայաստանի պատմության թանգարանը տարբերություն նախորդ տարիների, երբ այսպես միջոցառումները հիմնականում կենտրոնացված էին հենց պատմության թանգարանում, այս տարի փոքրինչ տեղաբաշխել ենք եւ միջոցառումներ նախապատրաստել ինչպես Հայաստանի պատմության թանգարանում, այնպես էլ թանգարանի մասնաճյուղերում, որոնք գտնվում են մարզերում։ Մայիսի 16-ին ժամը 19:00-ին մեր այցելուները հնարավորություն կունենան ներկա գտնվելու մեր մշտական ցուցադրության մի շատ կարևոր հատվածի վերաբացմանը, որը ընդգրկում է 21-րդ դարի, այսպես 20-րդ դարասկզբի իրադարձությունները, պատմական իրադարձությունները եւ ցուցադրությունը բացվելու է գոյապայքար եւ վերածնունդ Հայաստանի Հանրապետություն խորագրի ներքո։ Մեկ շատ հետաքրքիր միջոցառում էլ նախապատրաստել ենք մայիսի 18-ի համար։ Այս միջոցառումը պանելային քննարկման ձևաչափով է եւ ոլորտի մասնագետների հետ փորձելու ենք հասկանալ թանգարանային գործը Հայաստանում, ներկա վիճակը, առկա խնդիրները, զարգացման հնարավորությունները, այսինքն 16-ին ավելի շատ միջոցառումը ընդհանուր լայն հանրության համար է, իսկ 18-ի միջոցառումը ավելի այսպես նեղ մասնագիտական ուղղվածություն ունի եւ վերաբերում է առհասարակ թանգարանային գործի զարգացմանը։ Կարծում եմ մեր ցուցադրության մասին մի փոքր ավելի մանրամասն թե ինչ նմուշներ կտեսնեք, ինչ հետաքրքիր բացահայտումներ կանեք կպատմի Տիկի Սեդան, որից հետո ես նաեւ մանրամասն կխոսեմ մասնաճյուղերում տեղի ունեցող միջոցառումների վերաբերյալ։ Տիկին Սեդա, ինչ ցուցադրություններ ենք տեսնելու եւ որոնք են ամենակարևոր ցուցադրությունները այդ գիշերվա։ Նախ ուզում եմ շնորհավորել իմ գոլեգաներին թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանալ նրանց տոկունություն, որովհետեւ մեզ է վստահված այդ թանգարանային արժեքները պահպանել եւ փոխանցել մեր սերունդներին եւ որոնք կրում են իրոք մեր ինքնության վկաներն են։ Իսկ հիմա մի քիչ մանրամասն մեր ցուցադրության մասին, արդեն ասվեց վերնագիրը գոյապայքար վերածնունդ Հայաստանի Հանրապետություն։ Դրանք ուղղակի բառեր չեն, դրանց հետևում թաքնված է մեր ժողովրդի եւ ողբերգական եւ հերոսական էջերը։ Մենք երկու սրահում ենք, վերաբացում ենք այդ երկու սրահները եւ առաջինը դա գոյապայքարն է, որը ընդգրկում է առաջին աշխարհամարտ, հայերի մասնակցություն, կամավորական ջոկատներ եւ նաեւ դրանից հետո գաղթ, որբեր եւ այդ ամբողջը համեմված է նաեւ շատ թանգարանային արժեք կրող նյութերով։ Այնտեղ նաեւ ցուցադրում ենք առաջին կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Կոզանյանի այն շքանշանները, որոնք նա ստացել է հենց այդ ժամանակ առաջին աշխարհամարտում, Վանում, Դիլմանում կրած փայլուն հաղթանակների համար։ Այնտեղ ցուցադրում ենք նաեւ կամավորական ջոկատների հրամանատարների անձնական իրերից, այնտեղ կան Հայկ Բժշկյանի, որը 6-րդ կամավորական ջոկատի հրամանատարներ, նրա թուրը հրաշալի ցուցանմուշներ, ուրեմն գաղթի ճանապարհին
մարդկանց այդ գաղթածների, բռնագաղթի ենթարկվածների ծվեն եղած հագուստներից գործած գոբելեններ, տղամարդու եւ կնոջ պատկերով, որը նաեւ խորհուրդ ունի կյանքի շարունակականության իմաստներ կրում, եւ մի հրաշալի համրիչը, որը վկայում է մեր հայ մտավորականների աքսորը, Չանգրի աքսորավայր, որտեղ հենց առաջին հատի անվանակիրը Կոմիտասն է։ Երկրորդ սրահում, եթե պետք է դա էլ նշեմ միանգամից, եթե չէ միգուցե ձեր հարցից հետո, ուրեմն իսկ երկրորդը արդեն գալիս է վերածնունդը, այդտեղ հիմնականում ուշադրություն ենք դարձրել մայիսյան հերոսամարտերին եւ որի արդյունքում ծնվում է Հայաստանի առաջին հանրապետությունը։ Այստեղ էլ շատ հետաքրքիր նյութեր ունենք, կարծում եմ այցելուին մենք կբավարարենք նրա հետաքրքրությունները, որովհետև այստեղ է ներկայացված առաջին հանրապետության հիմնադիր, կարելի ասել, մեր դիկտատոր Արամ Մանուկյանի հագուստը, անձնական իրերից, այստեղ նաև ներկայացված է, քանի որ թանգարանում է գտնվում Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջաձունոնը ողջ արխիվը, մոտ 1029 կտորնյութ, եւ ներկայացնում ենք հենց քանի որ ինքը եղել է մասնագիտությամբ քաղաքացիական ինժեներ, իր ձեռքով պատրաստած սեղանն է, աշխատասեղանը, նրա անձնական իրերից նաև այն հագուստը, որը կրել է միսիայի առաքելության ժամանակ գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ բերեց այն սպասված օգնությունը հայ ժողովրդին, որ միշտ հայ ժողովուրդը երախտապարտ է դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ օգնության համար, ինչպես նաև իհարկե տալիս ենք այդ հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքը, առաջին համալսարանը բացվեց, կրթամշակութային կյանք եւ այլն, իսկ նաև վերջին մեր ցուցափեղկով տալիս ենք նաև Լեռնահայաստանի գոյամարտի Զանգեզուրի գոյամարտի մասին, Կարեգին Նժդե, որ ինքնավար Սյունիքի սպարապետն էր, այնտեղ հռչակվեց Լեռնահայաստանը եւ այո, հենց այդ ինքնապաշտպանական 1921 թվականի ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ այսօր Սյունիքը Հայաստանի սահմաններում է։ Դե ինչ, Աստված տա, որ բոլոր աշխարհի դիկտատորները Արամ Մանուկյանի նման դիկտատոր լինեն, դա մեկ։ Եվ երկրորդը հերթական անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել մեր ուսուցիչներին, դպրոցի տնօրեններին, որ միգուցե բաց դասեր կարելի է կազմակերպել հենց այդ օրը թանգարաններում եւ պատմության հետ շփումը եւ հպումը լինի հենց այնտեղ, որ մարդիկ երեխաները մեծ հաճույք ստանան եւ սիրելի ծնողներ գումարներ եք հավաքում, որ ձեր երեխաներին տանեն, չգիտեմ, ինչ-որ միտեղ հաց ուտելու։ Հաց տանն է կարող են ուտել։ Կազմակերպեք ամսի 18-ին տարեք ձեր երեխաներին թանգարաններ, որ երեխաները ինչ-որ բաներ իմանան նոր բացահայտումներ։ Ես հավելեմ, քանի որ ցուցադրությունը մեր մշտական ցուցադրության մի մասն է, այսինքն մեր այցելուները շատ երկար ժամանակ հնարավորություն կունենան այդ տարիներ շարունակ այսպես այցելելու եւ բացահայտելու, բայց հավելեմ ձեր ասածին, որ հունիսի կեսից արդեն Հայաստանի պատմության թանգարանում կգործի ամառային դպրոց փոքրիկների համար, որտեղ տարբեր ցուցասրահների հետ կապված մշակվել են ինտերակտիվ կրթական ծրագրեր յուրաքանչյուր դպրոցական տարիքային այսպես հոգեբանությանը համապատասխան եւ մեր փոքրիկները կարող են գալ, խաղալ, սովորել եւ առնչվել պատմությանը միաժամանակ։ Դա է կարևոր, բայց դե լավ կլինի, որ նաև ոչ միայն դա ամառային արձակուրդներին կազմակերպի, այլ առհասարակ պատմության դասերը պատմության թանգարանում, ոչ միայն Երևանում, չէ՞ որ դուք ասացիք, որ մասնաճյուղեր։ Այո, կրթական ծրագրերը գործում են իրականում նաև շուրջ տարի, պարզապես ամառային դպրոց կազմակերպում ենք հենց ամառային արձակուրդները ավելի հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելու նպատակով, բայց այդ բոլոր ծրագրերը մշտապես գործում են Հայաստանի պատմության թանգարանում։ Եվ ինչպես արդեն իմ խոսքում նշեցի, այս տարի մենք նաև մեր գործունեությունը մի փոքր ավելի այսպես լայնացրել ենք եւ շեշտադրում արել ենք ոչ միայն պատմության թանգարանում, այլ թանգարանի մասնաճյուղերում։ Մենք այժմ ունենք
3 մասնաճյուղ, որոնք գործում են մարզերում, Սիսիանի Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանն է Սյունիքում, Սիսիան քաղաքում, Հրազդանի երկրագիտական թանգարանը եւ Օրբելի եղբայրների տուն թանգարանը։ Այս 3 թանգարանները Ծաղկաձորում, այո։ Այս 3 թանգարանները եւս ակտիվորեն ներգրաված են ինչպես թանգարանների գիշեր միջոցառմանը, այնպես էլ թանգարանների միջազգային օրվա շրջանակում կազմակերպվող միջոցառումներին, մասնավորապես մայիսի 16-ին Կոտայքի երկրագիտական թանգարանում կբացվի լուսանկարչական ցուցահանդես Կոտայքը 3 եւ այսօր խորագրով ժամը 17:00-ին, որի շրջանակում կներկայացվեն Կոտայքի հուշարձաններ եւ առհասարակ Կոտայքի մարզային կյանքը խորհրդային տարիների լուսանկարներում եւ նաեւ այսօր ինչպիսին է։ Եվ դրան հաջորդող կունենանք հատկապես փոքրիկների համար նկարչական այսպես ստեղծագործական միջոցառում, որտեղ իրենք կփորձեն պատկերել արդեն Կոտայքի ապագան իրենց աչքերով կամ յուրաքանչյուրի ծննդավայրի ու բնակավայրի ապագան իր աչքերով։ Լուսանկարչության թեման այս տարի մեզ մոտ ակտուալ է նաև Սիսիանի պատմության թանգարանում։ Մենք կունենանք անցյալը եւ ներկան խորագրով լուսանկարչական ապարատների ցուցահանդես, որը նվիրված է Սիսիանցի անվանի լուսանկարիչ Ֆրիդ Ղազարյանից։ Ցուցահանդեսի շրջանակում կցուցադրվեն եւ իր լուսանկարչական ապարատների հավաքածուն եւ նաեւ նմուշներ հենց Սիսիանի պատմության թանգարանից։ Իսկ հաջորդ օրը նաև մեր այցելուները հնարավորություն կունենան անձամբ շփվելու Սիսիանում անվանի լուսանկարչի հետ, որը չնայած իր պատկառելի տարիքին 90-ամյա, այսպես տարիքին համաձայնել է գալ եւ շփվել այցելուների հետ եւ ներկայացնել իր ամբողջ այսպես լուսանկարչական գործունեությունն ու պատմությունը։ Շատ հետաքրքիր թատերականացված ընթերցումներ ունենալու ենք նաև Օրբելի եղբայրների տուն թանգարանում, որտեղ մեր այցելուները հնարավորություն կունենան բեմականացված տարբերակով, այսպես հաղորդակցվել Օրբելի եղբայրների գործունեությանը, նրանց նամակների ընթերցմանը, նրանց կյանքի պատմությանը եւ յուրաքանչյուրի դերակատարությանը իր այսպես բնագավառում։ Այնպես որ միջոցառումները իսկապես շատ են, բազմազան են եւ այդ նույն ամառային դպրոցները հունիս կամ հուլիս ամիսներին կլինեն նաև մարզերում, բնականաբար յուրաքանչյուր թանգարանում տվյալ թանգարանի բնույթին համապատասխան ծրագրերով, բայց մենք փորձելու ենք նաև ակտիվացնել մարզային թանգարանները, գոնե մեր մասնաճյուղերի այսպես մակարդակով, որպեսզի նաև այնտեղ ապրող երեխաները եւ ոչ միայն երեխաները հնարավորություն ունենան հաղորդակից դառնալու մշակույթին եւ դրա համար նաև պետք չի միայն հասնել մայրաքաղաք, այլ հենց տեղում իրենց իսկ հարևանությամբ այցելել թանգարաններ։ Պետք է մայրաքաղաքից գնալ եւ հասնել մարզեր։ Այո։ Ուղղակի ես կուզենայի հավելել ձեր խոսքը, այո, մեր յուրաքանչյուր սրա թանգարանի գիտական ցուցադրություն է եւ կրթական եւ ուսուցողական եւ հենց դրա վկայություն են նաեւ նոր բացվող մեր երկու սրահները, որոնք փաստորեն եւ ուսուցողական նյութ են, դրանք յուրաքանչյուր եւ աշակերտի եւ ուսանողի համար եւ յուրաքանչյուր հայի համար եւ նաեւ կարծես թե այն որ այսօր ոնց որ շարունակական այդ կարմիր թելով անցնում է միասնականության գաղափարը, այս կարծում եմ այդ դրվեց Արամ Մանուկյանի անունը, այն հավաքական այն ուժը, որը մայիսյան հերոսամարտերին ցույց տվեց եւ մենք ունեցանք պետականություն հենց դրա շնորհիվ, հենց այդ հավաքական ուժի շնորհիվ, կարծում եմ շատ ուսուցողական է նաեւ այսօր։ Այո, դե ինչ, բոլոր դեպի թանգարաններ, իսկ ինչ վերաբերում է այդ ուսուցողականին, շատ լավ կլիներ, որ դա լինի ոչ ֆորմալ եւ մենք մեր բոլոր թանգարաններում տեսնենք այն իրավիճակը, ինչը որ տեսնում ենք արտասահմանում Լուվրում, Պրադոյում, երբ որ երեխաները պարզապես գալիս են, նստում են գետնին, սկսում են նկարել, ուսուցիչները իրենց ինչ որ բաներ են պատմում, ոչ թե հատուկ հավաքում են, 6 շաբաթ պայմանավորվում են, գնում են, որ դա լինի ոչ ֆորմալ, դա լինի նորմա, այսպես ասած։ Այո, շնորհակալություն զրույցի համար, իսկապես պետք է գնալ թանգարաններ եւ ոչ միայն թանգարանի միջազգային օրվան նվիրված եւ թանգարանային գիշերվա օրը, այլ տարին 12 ամիս անընդհատ եւ միշտ։ Իսկ այս պահին մենք գնանք դիտենք գովաստ եւ վերադառնանք տաղավար։ Գովաստ Սանթի եթերում։